24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է ռազմական փորձագետ, հենակետ վերլուծական կենտրոնի տնօրեն Վիտալի Մանգասարյանը։ Բարև ձեզ, պարոն Մանգասարյան, շնորհակալ եմ մեզ հրավիրելու համար։ Մինչ վերջին շրջանում քննարկվում է Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև խաղաղություն հաստատելու օրակարգը, այս օրերին մենք տեղեկացանք, որ հարձակում է եղել Մոսկվայի վրա, անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակում, 1 մարդ զոհվել է, 3-ը վիրավորվել, արդեն իսկ 73 անօդաչու թռչող սարքի հարձակումը կանխվել է։ Ինչ զարգացումներ կարող են լինել եւ ինչու նման քայլի գնացին, կարծում եք։ Շաբաթներ առաջ գիտենք, որ տեղի ունեցավ Զելենսկի-Թրամփ հայտնի հանդիպումը, որը կարծում եմ հասարակության լայն շրջանակներին արդեն իսկ հայտնի է, թե ինչով ավարտվեց, ինչպիսի թեժ, այսպես ասած, լեզվակռիվ տեղի ունեցավ, որից հետո բնական է Զելենսկին մեծ դժգոհությամբ հեռացավ Սպիտակ տնից եւ պայմանագիրը այդպես էլ չկնքվեց։ Այո, պայմանագիրը այդպես էլ չստորագրվեց եւ երկուստեք այսպես մեղադրանքներ հնչեցին հրապարակային այդ հանդիպումից հետո էլ, որին հաջորդեց Զելենսկու այսպես մերձ իշխանական քարոզչական տեղեկատվական այսպես վերլուծություններ, որում մասնավորապես շեշտադրվում էր, որ այսպես ասած ուկրաինական կողմը զղջում է, որ նման իրավիճակ է ստեղծվել։ Որ ներողություն են խնդրել Զելենսկին, առնվազն զղջում են այդ ստեղծված իրավիճակի համար, կարծում եմ բոլորին էլ ակնհայտ է, թե Սպիտակ տունը ինչ դերակատարություն ունի, ընդհանուր առմամբ Ամերիկայի Միացյալ Նահանգները ինչ դերակատարություն ունեն եւ նման երկրի ղեկավարների հետ առնվազն նման բառապաշարով եւ լեքսիկոնով խոսելը ինքը հետևանքներ է ունենալու։ Տեսեք, դրան հաջորդեց նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից պաշտոնական այն հայտարարությունը, որ Ամերիկան կասեցնում է ռազմական օգնությունը Ուկրաինային, եւ այս ֆոնի վրա բնական է Ուկրաինայում եւ ընդհանուր առմամբ իրեն զինված ուժերում լուրջ առնվազն բարոյահոգեբանական վատ վիճակ է ստեղծվել, դրան գումարած տարբեր ուղղություններով, թե Դոնբասի ուղղությամբ, թե Կուրսկի ուղղությամբ, ուկրաինական բանակի անհաջողությունները, այսպես ասած, այո, առաջ խաղացումը տարբեր բնակավայրերի վերահսկողության տակ վերցնել է, այսպես կայծակնային արագությամբ կարելի է ասել հաջողություն են ունենում մարտի դաշտում եւ իմ կարծիքով Զելենսկին գնաց, այսպես ասած, վաբանկ, որպիսի այս անօդաչու թռչող սարքերի հարձակման միջոցով փորձի գոնե մի քիչ իր հասարակության, մասնավորապես զինված ուժերի առնվազն բարոյահոգեբանական վիճակը բարձրացնի, ինչը բնական է ուղիղ համատական է մարտունակության բարձրացմանը, բայց ամեն դեպքում իմ կարծիքով սա մեծագույն սխալներից մեկն էր Զելենսկու կատարած, որտեվ իմ խորին համոզմամբ անհամաչափ պատասխան է ռուսական կողմը տալու այս հարձակմանը։ Դուք նշեցիք, որ զոհել կա խաղաղ բնակության շրջանում, վիրավորներ, մի քանի տեսանյութեր ես նայեցի մինչև մեր եթեր մտնելը, թե ինչպես են գիշերվա ժամին բնակելի թաղամասերի վրա հարձակում գործում այդ անօդաչու թռչող սարքերը, պարզ է համապատասխան օդային պաշտպանության միջոցներով փորձ է կատարվել խոցել այդ անօդաչու թռչող սարքերին, բայց այդ քանակի դեպքում, եթե չեմ սխալվում, 350-ի մասին էր խոսքը գնում։ Բավականին մեծ հարձակում է։ Այո, բավականին մեծ մասշտաբային հարձակում է եղել ու եթե այդ ամբողջ թվերը ճշմարտությանը համապատասխանում են, ապա ես չեմ հիշում այդ քանակի հարձակում վերջի 4 տարիների ու կոնկրետ Մոսկվայի ուղղությամբ, արդեն իսկ հայտարարվեցին, որ օդանավակայանները չեն գործում, քանի որ վտանգը մեծ է, Մոսկվայի բոլոր օդանավակայանների փակման մասին հայտարարեցին,
Նու կարծում եմ Ուկրաինան այս ամեն ինչով փորձել է թիրախավորել ավելի կոնկրետ օդանավակայանները, որպեսզի միջազգային հանրությանն էլ որոշակի ցույց տան, որ ինչ որ իմաստով ռազմական թիրախներ են փորձում թիրախավորել, այլ հարց է, որ այսպես մեծ շեղումներ ա տեղի ունեցել, ոնց հասկացանք, այնտեղ բնակելի տներին ա հարվածներ հասցվել, ու ամեն դեպքում փորձում են վախի մթնոլորտ ստեղծեն, փորձում են այսպես վերջին ճիգերը գործադրել, քանի որ իմ խորին համոզմամբ նրանք էլ շատ լավ հասկանում են, որ արդեն, այսպես ասած, վերջը եկել է եւ պետք է գոնե ստեղծված իրավիճակում ինչ որ ատամ ցույց տալ եւ քայլեր անել, բայց այս ամեն ինչը անպատասխան չի մնալու իմ կարծիքով ու Ռուսաստանը համապատասխան պատասխանը տալու է։ Ես նույնիսկ փորձեմ կանխատեսել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի այցով է պայմանավորված։ Ինչու է այդ։ Ճիշտ ասած չեմ կարող կոնկրետ ասել, թե որն է դրդապատճառը, ես ավելի շատ կապում եմ Թրամփ-Զելենսկի հանդիպմանը հաջորդած այսպես իրադարձությունների հետ ու փորձեմ մի փոքր կանխատեսում էլ անել, իմ կարծիքով այս հարձակմանը նաև Սպիտակ տունը որոշակի քննադատական այսպես մեսիջներ կհղի Ուկրաինային, նու կապրենք կտեսնենք, ամեն դեպքում իրադարձությունների զարգացումը դրա մասին է հուշում։ Ամեն դեպքում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել էր, որ Վաշինգտոնը կարող է վերսկսել ռազմական օգնությունը Կիևին, եթե ամերիկյան պատվիրակությունը Սաուդյան Արաբիայում ուկրաինական խմբի հետ բանակցություններից գոհ լինի։ Բնական է, իսկապես նման միտում կա, թե այսպես շահագրգռելու նաև։ Տեսեք, բնական է, Ամերիկան փորձելու է իր շահերը առաջ տանել եւ համապատասխան գին վճարելու դեպքում բնական է կարող է այդ օգնությունը շարունակվել եւ Ռուսաստանի հետ փորձում է նաև Ամերիկան Ռուսաստանի վրա ճնշումներ գործադրել, բայց արդյոք հիմա ուզում է այդ ճնշումը գործադրել ԱՄՆ-ն։ ԱՄՆ վարչակազմը եկել է այն լոզունգներով, որ մենք գալիս ենք եւ դադարեցնելու ենք այս ամեն ինչը։ Մասնավորապես ռուս-ուկրաինական պատերազմի մասին է խոսքը գնացել եւ նրանք իմ կարծիքով ամեն ինչ անելու են, որ այդ խնդիրը առնվազն կարճաժամկետ կտրվածքով լուծեն, բայց բնական է միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքներով նրանք իրենց այսպես ասած ստրատեգիական շահերը ունեն եւ ես կանխատեսեմ նաեւ որ ինչ որ փուլում եթե հաջողվի Ռուսաստանում այս կոնֆլիկտը առնվազն սառեցնել, Ամերիկան իր բոլոր այսպես ասած ռեսուրսները ուղղելու է Իսրայելի կողմ, որպեսզի Իսրայելի միջոցով արդեն ճնշումներ գործադրի Իրանի վրա եւ դրա նախադրյալները արդեն իսկ զգացվում են։ Պատահական չի, որ իրանական կողմն էլ այս վտանգները զգալով արդեն գիտեք հայտարարություն էլ տարածվեց, որ Ռուսաստան, Իրան, Չինաստան մեծ զորավարժություն են կազմակերպում եւ նրանք էլ փորձում են ցույց տալ, որ մենք իրադարձությունների ցանկացած զարգացման պատրաստ ենք։ Ու Թրամփի հայտարարություններում էլ մենք բազմիցս տեսել ենք հակաիրանյան, այսպես ասած, քաղաքականություն։ Բայց վերջին շրջանում կա այդ հայտարարությունները։ Տեսեք, վերջին շրջանում ամեն դեպքում որոշակի էլեմենտներ կան, այլ հարց է, որ Թրամփը այս փուլում փորձում է, այսպես ասած, խաղաղության բերելու փաթեթավորմամբ ներկայացնել այդ ամեն ինչը, բայց այն որ ամերիկյան, գիտեք, USAID-ի օգնությունը, այսպես ասած, ֆոնդերը սառեցվեցին տարբեր, այլ ֆինանսական միջոցներ տարբեր երկրներում սառեցվեցին, բայց Իսրայելի հետ կապված պլանները, չգիտես ինչի, այսպես շարունակվում են եւ ինչու՞ չէ նաեւ մեծ թափ են առնում, իսկ սա հերուն գնացող պլան է իմ կարծիքով, որպեսզի հարմար պահին, երբ որ Ռուսաստանի հետ, այսպես ասած, քիչ թե շատ հարաբերությունները վերականգնման ճանապարհը կբռնեն, այդ ամբողջ պոտենցիալը ուղղել դեպի իրանական կողմ, դեպի, այսպես ասած, մերձավոր արևելք, որպեսզի կարողանան
իր ճնշումները մեծացնեն եւ իրենց ազդեցությունը մեծացնեն մեր տարածաշրջանում։ Իմ կարծիքով դա առնվազն միջնաժամկետ կտրվածքով անխուսափելի է։ Ասում եք Զելենսկին վաբանկ է գնում, բայց նա լավ գիտի, որ ամեն ինչ վերջացած է Ուկրաինայում։ Ինչ է լինելու։ Դուք կարծում եք այդ համաձայնագիրն է ստորագրելու, ինչ է լինելու։ Որովհետև պայմանները կարծես թե նրան չէր բավարարում եւ բացի այդ ասում էր անվտանգության երաշխիքներ մեզ տվեք, նոր մենք այդ համաձայնագիրը օգտակար հանածոների կստորագրենք։ Սպիտակ տանը կարծես այդ անհամաձայնությունը եղավ եւ այդ երաշխիքները չստացավ նաեւ ինքը։ Տեսեք, իմ կարծիքով ամեն դեպքում ինչքան երկարեց այս ամեն ինչը, այնքան ավելի վատ կետիցա Զելենսկին բանակցությունների սեղանի շուրջ նստելու։ Եվ դեռ հարց է անձամբ Զելենսկին բանակցությունների ներկայ լինելու թե չէ, քանի որ արդեն հայտնի է, որ առնվազն ռուսական կողմը այդ հարցը բարձրաձայնում է եւ նրա լեգիտիմության, այսպես ասած, խնդիրն են առաջ քաշում։ Բայց ամեն դեպքում, եթե հաջողվի բանակցային սեղանի շուրջ նստել, ամեն հաջորդ քայլին էլ ավելի վատ պայմաններ ա լինելու, ոնց որ զուգահեռ անցկացնենք մեր հետ կապված 20 թվի մեր ողբերգական պատերազմից ընթացքում գիտեք, որ հոկտեմբերին այլ պայմաններով էին ասում, այո, բաներ էին առաջարկում, այսինքն այստեղ ղեկավարությունը, տեսեք, ղեկավարության իմաստը որն է, ինչ-որ սենտիմենտալ բաներ անելով չի, չէ, պետքա այդ ստրատեգիական որոշումը, այդ իր պետության շահերից բխող որոշումը կայացներ։ Հիմա եթե պրոյեկտենք մեր վրա, արդյոք Նիկոլ Փաշինյանը մեր շահերից բխող որոշում է կայացնել նոյեմբերի 9-ին եւ արդյոք եթե 25 օր շուտ, 1 ամիս շուտ որոշում կայացներ, մենք ել ավելի լավ պայմաններում չենք լինի։ Այսինքն այստեղ ղեկավարության կոմպետենտության հարցն է, ղեկավարության այսպես հեռատեսության հարցն է, ջղաձիկ շարժումներ անելով չի, չէ՞, այստեղ երկրի շահերի մասին է խոսքը, այս գնահատականը կոմպետենտության գնահատականը, որ պետք է Պաշտոնյան իր տեղում կոմպետենտ լինի, որպեսզի կարողանա տա։ Այդ խնդրեմը կարծում եմ նաև Ուկրաինայում կա։ Կարծում եք ի վերջո պայմանագիրը կկնքվի եւ խաղաղություն կհաստատվի։ Եվ չեն լինի կողմեր, ովքեր դեմ կլինեն, օրինակ Եվրամիությունը, որովհետև իրենք էլ են խոսում խաղաղություն հաստատելու մասին, ողջունում են, բայց նաև հակառակ հայտարարություններ են անում, այսինքն իրենք այլ պատկերացումներ ունեն այդ խաղաղության հաստատման հետ կապված։ Կամ միգուցե իրենք են ուզում մասնակից լինեն այդ բանակցություններին։ Բնական է, կարող է հենց իրենք էլ նմանատիպ նկրտումներ ունեն, որպեսզի իրենց հովանու ներքո լինի այդ ամեն ինչը, բայց ամեն դեպքում բերեք ստատիստիկ այսպես որպեսզի վերլուծություն կատարենք, արդեն 3 տարուց ավել է նման գործողություններ են տեղի ունենում պատերազմական եւ թող լավ 1 տարի էլ ռեսուրս ունենա Ուկրաինան այս ամեն ինչին դիմակայելու։ Պարզա չէ, որ այդ ռեսուրսները վերջանալու են։ Պարզա չէ, որ Ամերիկան եթե իր աջակցությունը կասեցնի, ապա ել ավելի մեծ խնդիրներ է ունենալու Ուկրաինան։ Պարզա չէ, որ Եվրամիությունը չի կարող այն աջակցությունը տրամադրել, որը տրամադրում է Ամերիկան։ Եթե առնվազն այս փուլում, տեսեք, 30 տարի հետո կարող է Եվրամիությունը կարողանա ինչ-որ ավելի մեծ օգնություն տրամադրել, որովհետև արդեն իսկ խոսում են սեփական բանակ ստեղծելու մասին, մոտ 700-800 միլիարդի մասին է խոսքը գնում, որպեսզի կարողանան սեփական ուժերով պաշտպանեն իրենց, սակայն դա բնական է 1 օրվա, 2 օրվա, ոչ էլ 1 տարվա գործ է, դա տևական գործընթաց է, որը տարիներ, գուցե նաև տասնամյակներ է պահանջելու։ Մենք բոլորս էլ գիտենք, Եվրամիությունը անվտանգություն, այսպես ասած, արտահանող երկիր չի։ Այլ հարց է, որ այս պահից սկսած նրանք որոշել են, որ բերեք մենք այդ անվտանգությունը նախ մենք մեզ փորձենք ապահովենք, հետո նոր կմտածենք արտահանելու մասին։ Հիմա Լեհաստանում էլ վերջին օրերին մամուլում ես ուսումնասիրեցի, որ նրանք էլ նրանց իշխանությունը փորձում են
այսպես ասած համապարփակ պաշտպանության մեխանիզմներ մտածեն, որտեղ ամեն քաղաքացի երկրի պաշտպանության գործում լուրջ ներդրում կունենա, բայց բոլորս էլ գիտակցում ենք, որ դա առնվազն միջնաժամկետ պլան է եւ շատ արագ հնարավոր չի նման խնդիրներ լուծել, հատկապես այն դեպքում, որ հասարակության գրեթե 90%-ից ավելին զինված ուժերի հետ ընդհանրապես կապ չունեն եւ նորից սկսել այդ ամեն ինչը ցիկլը, որպեսզի դրական արդյունքներ լինի, առնվազն տևական ժամանակ է պետք։ Ասում եք Ռուսաստանը պատասխան գործողությունների կդիմի, հնարավոր է ավելի մասշտաբային գործողությունների մեկ ականատես լինենք։ Իմ կարծիքով որոշումների կայացման կենտրոններն են թիրախում լինելու, այն կենտրոնները, որտեղ կայացվել են այդ որոշումը, որ նման գործողություններ իրականացվեն, դա, չգիտեմ, տարբեր բրիգադների հրամանատարական կետեր կարող են լինել, տարբեր այսպես ստորաբաժանումներ կարող են ռազմական օբյեկտներ, այո, իմ կարծիքով նման պատասխանը նման ձևով տեղի կունենա եւ ինչպես նշեցի, այդ պատասխանը կարծում եմ շատ չի ուշանա։ Խոսենք նաև Սիրիայում ստեղծված ողբերգական դեպքերի մասին, ինչ զարգացումներ կարող է լինել, առհասարակ ինչ է այնտեղ կատարվում, մեղադրում են մի մասը ոչ կառավարական ուժերին, մյուս մասը հենց կառավարությանը, որ առանց կառավարության թույլտվության հնարավոր չէր դա անել։ Ինչ է ի վերջո կատարվում այնտեղ եւ Թուրքիայի դերակատարում ու ներգրավվածությունը։ Տեսեք, բերեք մի քիչ սկզբից գանք Սիրիայի ներկայիս իշխանությունների ծագումնաբանությունը, ովքեր են նրանք, որ հիմա այսպես կառավարում են երկիրը։ Թուրքիայում վերապատրաստում անցած համապատասխան ստորաբաժանումների կազմում վերապատրաստում անցած խմբավորումներ են տարբեր, որոնք ունեն Թուրքիայի մեծ աջակցությունը եւ եկան, այսպես ասած, տապալեցին Ասադի ռեժիմը եւ ձևավորեցին իշխանություն։ Նշենք, որ այդ խմբավորումների մեծ մասը, մասնավորապես իրենց գլավարը, այսպես ասած, ընդամենը 7-8 տարի առաջ համարվում էր նրա գլխի համար պատրաստ վճարել։ Հանցագործ եւ Պենտագոնը հայտարարում էր գլխի համար համապատասխան պարգևատրումներ։ Իշխանության գալուց հետո Սիրիայի հասարակությունը, չգիտեմ, մի մասը գուցե ծաղիկներով դիմավորեց իրենց, մի մասը գուցե դեմ էր այս իշխանություններին, բայց այդտեղ կարևոր մեխը այն է, որ այս խմբավորումները ինչքան էլ հիմա իշխանությունները փորձում են ներկայացնել, որ շատերը, այսպես ասած, իրենց կառավարելի դաշտից դուրս են, այս վայրագություններ իրականացնողները, դե պարզա փորձելու են ցույց տան, որ մենք չենք այդ մարդկանց գլուխը կտրողները, մենք չենք այս վայրագություններ անողները, բայց ամեն դեպքում այդ պատասխանատվությունը ամբողջությամբ այդ իշխանության վրա է։ Ասենք իրենք են, եթե իրենք չեն տիրապետում իրավիճակին, դա այլ հարց է, բայց ես կարծում եմ, որ նույն թուրքական մատը այս ամեն ինչի մեջ խառն է եւ նրանք փորձում են վախի մթնոլորտ ստեղծել, փորձում են, այսպես ասած, դե գիտեք, Սիրիան, այսպես ասած, բազմաշերտ հասարակություն ունի եւ ավելի դժվար է կառավարելի դաշտ բերել այդ պարագայում եւ հիմա նրանք փորձում են այս վայրագությունների միջոցով մնացածի աչքը վախացնել, բայց այդտեղ կարևոր մեխը այն է, որ այս խմբավորումները ինստրուկտաժ են անցել Թուրքիայում եւ եկել են հիմա ստեղ նման օրինակ վայրագություններ են իրականացնում։ Բերեք զուգահեռ անցկացնենք Արցախի հետ վերջին իրադարձությունների, Արցախի հայաթափման, այսպես ցեղասպան գործողությունների հետ զուգահեռ անցկացնենք։ Եվ Թուրքիայի բարձր ռազմական ղեկավարությունը մասնակցում էր, գնում էր Ադրբեջան, գործողություններ տալիս։ Մասնակցում էր այդ նույն խմբավորումները, որոնք մտել են Ստեփանակերտ, այդ նույն ստորաբաժանումները, նույն պատրաստությունը անցել են նույնպես Թուրքիայում։
գիտեք, իրենց բանակները համագործակցություն են իրականացնում եւ տարբեր առիթներով մեծ զորավարժություններ են իրականացնում, կարճ ասած մոդելը նույնն է, այս ստորաբաժանումը վերապատրաստումը անցել է Թուրքիայում եւ եկել է հայաթափել է Արցախը, սպանել է էլի խաղաղ բնակչությանը եւ այսպես ասած բռնի տեղահանում է տեղի ունեցել։ Հիմա բերեք մի պահ պատկերացնենք, կհիշեք այդ օրերին հատկապես մեր երկրի ղեկավարության ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ինչեր էին հայտարարում, ասում էին խաղաղ բնակչությանը վտանգ չի սպառնում, թող մնան Ստեփանակերտում։ Ու պատկերացնում եք ինչ կլներ, եթե մեր բնակչությունը մնար Ստեփանակերտում։ Այս նույն օրին ենք ականատես լինելու։ Այսինքն նույն բաները մնայիք չգայիք, կռվեիք։ Չէ, նաև ասում են, որ խաղաղ բնակչությանը վտանգ չէր սպառնում։ Կհիշեք այդ օրերին, այո, որ այդ հայտարարության համար նույնիսկ Արարատ Միրզոյանի դեմը դրեցին, այսպես ասած, մակում եւ ասացին ձեր երկրի ղեկավարը Էս ինչ է ասում, դու հիմա ստեղ ինչ ես ուզում մեզանից։ Այսինքն մի պահ եթե այսպես փորձենք հետ գնանք եւ պատկերացնենք, որ ինչ որ սցենարով, ինչ որ հրաշքով մեր բնակչությունը մնացել էր Ստեփանակերտում եւ Ադրբեջանի դրոշի տակ, այսպես ասած, մարդիկ ապրեին, այդ նույն ստորաբաժանումները հիմա նույն վայրագությունները այնտեղ էին իրականացնելու։ Այսինքն այն հեռատեսությունը, էլի եմ կրկնում, որ մեր պետության ղեկավարները պետք է ունենան ստրատեգիական որոշումներ կայացնելու համար։ Մենք ցավոք սրտի վերջին 7 տարիների ընթացքում հարց տամ էլի ձեզ, օրինակ ինչն է մեր պետությունում վերջին 7 տարիների ընթացքում ինչ-որ բանը, որ լավ կազմակերպված է։ Ինչն է։ Ինչ-որ մի օղակ կա, որ լավ կազմակերպված է։ Իմ խորին համոզմամբ միայն հանցավորությունն է լավ կազմակերպված մեր երկրում։ Տեսնում եք տարբեր տեսանյութերում թե ինչպիսի հանցավոր խմբեր են գործում, էս են կազմակերպված են մարդիկ, գոնե հանցավորությունը այս իմաստով կազմակերպված է։ Մնացած ոչ մի օղակ կազմակերպված չի եւ մենք ուզում ենք այս աշխարհակաղակական թոհու բոհի մեջ ինչ որ դիրքավորվենք, չգիտեմ, երկրի շահերից բխող որոշումներ կայացնենք։ Պարզա չէ չենք կարողանալու։ Եթե անգամ շատ ուզենանք էլ այս պոտենցիալով չենք կարողանալու։ Էս է ամբողջ խնդիրը։ Հիմա այս զարգացումները, որ Սիրիայում ընթանում է, միջև որ կարող են հասնել եւ հայկական համայնքի հարցը ինչ է լինելու, շատերը նաև այսպեսի վատ կանխատեսումներ ունեն, ասում են կարող է ինչ որ պահի փոխվի նաև կրոնական պայքարի։ Տեսեք, այնտեղ տեսանյութերից երևում է, որ այնտեղ արդեն իսկ նկատվում է այսպես կրոնական հողի վրա վայրագությունները եւ այստեղ մեր համայնքը, սենց ասեմ, Սիրիայում հիմնականում մերձ իշխանական են եղել բոլոր իշխանությունների ժամանակ, հա, հայկական մեր համայնքը այսպես իշխանություններին հարող են եղել ու ինչ որ իմաստով դա նորմալ է, որովհետեւ այլ տարբերակ գուցե չի եղել, ամեն դեպքում շատ բարդ այսպես իրավիճակ է եւ այդ վտանգի աստիճանը բնականաբար չափազանց մեծ է, այստեղ մեր պետության գործողություններ մենք պետք է որոշակի ակնկալենք, բայց մենք տեսնում ենք ոչ մեկ այսպես սկիչել խոսում դրա մասին, ինչ մնաց գործողությունների մասին Ինչ գործողություններ տեսեք, մասնավորապես ինֆորմացիային տիրապետելու գործողությունը, եթե պետքա մարդկանց օգնելու տարահանման հարցերով ինչ-որ գործողություններ կազմակերպելու, այսինքն պետությունը որպես այսպես Սփյուռքում ապրող հայերի պաշտպան պետքա կարողանա ինչ-որ գործողություններ իրականացնել։ Հիմա եթե միշտ ասում են, էլի, տեսեք, երբ որ դու խնդիրը չես ձևակերպում, քո առջև այդ խնդիրը չես դնում, դու լուծման ճանապարհ երբեք չես գտնելու։ Հիմա շատ հեշտ է ասել, որ բա մենք ինչ կարող ենք անել։ Դու խնդիրը ձևակերպի, հստակ տես, դու ինչ ես ուզում անես։ Լուծման ճանապարհները առնվազն են որ ասում եմ մի լույս կբացվի, բայց եթե դու խնդիրը չես ձևակերպել, պարզա չէ լուծման ճանապարհ չի լինելու այդտեղ։ Նենց որ մենք այս խնդրումը մենակ այդ ուղղությամբ չի, տարբեր ուղղություններով այս խնդրին հանդիպում ենք եւ ականատես ենք լինում։ Եվ ինչ է սպասվում Սիրիային, դուք ինչ եք կանխատեսում, ինչ կլինի։ Տեսեք, հիմա Թուրքիան իր ազդեցությունը մեծացնում է Սիրիայում։ Դրա վրա աչք են փակում այս փուլում
առնվազն Ռուսաստանը ու Իրանը մեծ հաշվով կարող է այս փուլում այդքան ռեսուրս էլ չունի, որպեսզի կարողանա դիմակայել այդ ամեն ինչին։ Միացյալ Նահանգները դեռ, այսպես ասած, կանաչ լույսը տվել են, որովհետև իրենց համար բնական է ՆԱՏՕ-ի անդամ երկիր Թուրքիայի ներկայությունը Սիրիայում առնվազն այս փուլում կարող է Թուրքիային կանաչ լույս է տվել։ Այո, իրենց շահերից է բխում։ Նու այստեղ նաև քրդերի հետ կապված հարցն է։ Տեսեք, ամեն դեպքում ինչքան էլ տպավորություն ստեղծվի, որ քրդերը այս կամ այն ուժային կենտրոններից այսպես մեծ աջակցություն ունեն եւ փորձում են իրականացնել, այո, այսպես իրենց վաղեմի երազանքը եւ պետություն ստեղծեն, ամեն դեպքում այդ նույն ուժային կենտրոնները շատ լավ հասկանում են, որ քրդերի այսպես ասած հախից գալու լավագույն միջոցը Թուրքիան է, որովհետև առնվազն իրենց առաջնորդը Թուրքիայի այսպես ձերբակալության տակ է, գիտեք, վերջին շրջանում հայտարարություն էլ եղավ Օջալանը, որ կոչ էր անում զինյալներին վայր դնել զենքերը եւ այլն, այստեղ այլ հարց է, որ իրականության հետ դա ինչքանով կապ ունի, բայց ամեն դեպքում առաջնորդը իրենց մոտ է, այդ արդեն լուրջ ճնշման գործիք է եւ հնարավոր է նաև այդ է պատճառը, որ այսպես ասած քրդերի հախից գալու ֆունկցիան նույնպես դրված է Թուրքիայի վրա։ Այսինքն ԱՄՆ-ն առաջվա աջակցությունը կարող է եւ չցուցաբերի։ Շատ մեծ հավանականությամբ ԱՄՆ-ի հատկապես այս նոր վարչակազմը մենք տեսնում ենք, որ իրենց լոզունգները այն է, որ մենք ամեն ինչ անում ենք Ամերիկայի համար, ինչ որ բան էլ եթե կմնա, նոր կմտածենք ուրիշ երկրներին ինչպես աջակցենք, բայց ցավոք սրտի դա չի վերաբերվում Իսրայելին եւ Իսրայելի հետ բոլոր պայմանավորվածությունները լայն տեմպերով զարգանում են եւ կյանքի են կոչվում, իսկ դա առնվազն միջնաժամկետ, այո, միջնաժամկետ կտրվածքում իր, այսպես ասած, ազդեցությունը իմ խորին համոզմամբ ունենալու է եւ այդ ազդեցությունը բնական է ուղղված ելնելու առաջին հերթին Իրանի ուղղությամբ։ Տեսեք, նաեւ այս կոնտեքստում մի բան էլ նշենք, օրերս իրանական մամուլում տեղեկատվություն տարածվեց, որ նրանք հստակ հետախուզական տեղեկատվություն ունեն, որ Ադրբեջանի տարածքից Իսրայելի համապատասխան ստորաբաժանումները հակաիրանյան գործողություններ են իրականացրել։ Մենք միշտ ձեր տաղավարում էլ բազմիցս խոսել ենք այդ մասին, որ սկսած օդանավակայանների կառուցումից վերջացրած տարբեր այլ իրավիճակներով, որ Արցախը պլազդարմ է դառնում։ Այո, Արցախը Իսրայելի համար պլացդարմ է դառնում եւ դա ինչ որ իմաստով Ալիևի, այսպես ասած, պարտքի հատուցումն է Իսրայելին, որովհետեւ Իսրայելը օգնեց, որպեսզի Ալիևը իր հաջողությունները գրանցի եւ բնական է այդ պարտքի դիմաց պետք է ինչ որ գործողություններ իրականացնել, ինչը այդ փուլում Իսրայելին ձեռ էր տալի, բայց ինչի Իրանը չէր խոսում դրա մասին կամ խոսում է ժամանակ առ ժամանակ, այսինքն ցույց տալով, որ ես այդ ամեն ինչը գիտեմ եւ հարմար պահի, երբ որ այս կամ այն պատճառով ինչ որ իրավիճակներ կստեղծվեն, հարմար պահի իրանական կողմը այդ խաղաքարտը, այսպես ասած, դեմ է տալու համ Իսրայելին, հատկապես Ադրբեջանին, որպեսզի նա նաև դրանով ցույց տա, որ այդ ամեն ինչը դուք այդտեղ անում եք, ինչ որ իմաստով իմ վերահսկելիության տիրույթում է գտնվում եւ դրա համար շատ ժամանակ նրանք, այսպես ասած, ձեն չեն հանում եւ փորձում են, քանի որ չեն էլ ուզում այս փուլում Ադրբեջանի հետ հարաբերությունները սրեն հասկանալի պատճառներով, ինչիներին է պետք այս պահին սրեն հարաբերությունները, բայց չի բացառվում, որ ինչ որ իրավիճակներ ստեղծվելու դեպքում այդ հարաբերությունները սրվեն եւ ընդհուպ մինչեւ ռազմական գործողությունների գնա Իրանը, ընդհուպ մինչեւ Ադրբեջանի տարածքում իսրայելական օբյեկտներ խոցի եւ այսպես ասած դա պատերազմի կվերածվի եւ Թրամփի ասած խաղաղարար կոչերը տեսեք, առնվազն միջնաժամկետ կտրվածքով այդ ամեն ինչը տեղի է ունենալու։ Հիմա բոլորն էլ խաղաղության կոչեր են անում, բայց այդտեղ ստրատեգիական շահերը պետք է նայենք, չէ, ով ինչ շահեր է հետապնդում։ Հիմա Ամերիկան եթե ուզում է Իրանին նեղացնի,
Իսրայելը մոտիվացիա ունի Իրանին նեղացնելու։ Իրանն էլ պետք է ինչ-որ մի ձև պաշտպանվի, չէ՞։ Դե հիմա այդ էլ պաշտպանվելու միջոցներից մեկն է լինելու։ Հիմա Ադրբեջանն էլ, չէ՞, թվում է թե առաջին հայացքից Ադրբեջանը այս Արցախի հարցը մարսել է եւ ամեն կերպ այսպես տեղավորվել է, բայց Ադրբեջանը շատ լավ հասկանում է, որ հարմար պահի նույն Ռուսաստանը, նույն Արևմուտքը այդ առնվազն էթնիկ զտման թեման օրակարգ են բերելու։ Այլ հարց է, որ մեր իշխանությունները, քանի որ հիմա դրանով չեն զբաղվում, բնական է, չէ, Հռոմի Պապից ավելի շատ կաթոլիկ ոչ մի պետություն չի կարող լինել, բայց կարող է այստեղ իրավիճակ փոխվի եւ իշխանափոխություն տեղի ունենա եւ հաջորդ իշխանությունները իրենց արժեվ ձևակերպեն այդ խնդիրը եւ խնդիր վերադարձի հավաքական։ Տեսեք, առնվազն էթնիկ զտման խնդիր, տեսեք, մենք դառնա, բայց հայերին ոչ մի օգուտ դրանից արդեն լինի։ Տեսեք, օգուտը այստեղ շատ հարաբերական է, վարքյանական օգուտ չի լինելու։ Նմանատիպ հակամարտությունները կարող է 50-60 տարի շարունակվեն։ 50-60 տարի որ շարունակվի, ելով է գնալու Արցախապրի եւ ինչ է լինելու։ Բայց մենք արդյոք այդ խաղաքարտը էջը ավելի։ Բայց մենք արդյոք այդ խաղաքարտը հիմա պետք է վայր դնենք։ Էսա ամբողջ հարցը։ Մենք եթե այդ խաղաքարտը վայր ենք դնում, բնական է հաջորդ քայլին մեր համար ավելի վատ է լինելու։ Հիմա ինչ են անում, մեր իշխանությունները ինչ են անում։ Ասում են ինչ ուզում եք, կտանք։ Ինչ պայմանավորվում ենք, սահմանադրությունը փոխենք, փոխում ենք։ ԵԱԿ Մինսկի խումբը լուծարենք, հաջորդ օրը ծավալուն հոդվածով։ Հիմա օրինակ Ադրբեջանը ուզում է, որպեսզի ռազմական հանցագործներին Հայաստանը, այսպես ասած ռազմական հանցագործներին Հայաստանը հանձնի Ադրբեջանին։ Նկատի ունեն այն բոլոր մարդկանց, ովքեր մասնակցել են կամ բարձրաստիճան զինվորականներ, այսպես առանցքային դերակատարում ունեցող մարդիկ, ովքեր մասնակցել են Արցախյան պատերազմին։ Հնարավոր է այս պահանջին ընդառաջ գնան։ Տեսեք, բերեք հարցում իրականացնենք եւ պատահական 10 մարդու մոտիկ անանք եւ հարցնենք արդյոք հնարավոր է որ նման բան տեղի ունենա իմ խորին համոզմամբ 8-ը պատասխանելու է որ այո մինչեւ հիմա ամեն ինչ նման օրինակ բաները տեղի է ունեցել այսինքն մարդ կա որ մտածում է որ կարող է նման բան տեղի չունենա Այսինքն հանուն խաղաղության Հայաստանի իշխանությունը հանձնի Ադրբեջանի խաղաղության հաստատման, այդպես օրակարգի շրջանակում էր ասել Հաջիևը, եթե դուք խաղաղություն եք ուզում, պետք է ցույց տաք, որ դուք դա ուզում եք։ Բա ով ասե, որ հաջորդ քայլին չի ասելու, որ եթե Հերմինեի տաղավարի մասնակիցներին էլ չարտահանձնեք, այո, բան է լինելու, խաղաղություն չենք ստորագրելու։ Այսինքն ամեն հաջորդ պահի իրանց կարմիր գծերը մեծանում են, լայնանում են, այսպես ասած, ախորժակը բացվում է։ Մեր կարմիր գծերը, մենք մեր ձեռքով ջնջում ենք։ Չնայած մենք իմ կարծիքով մենք կարմիր գիծ չենք ունեցել, ուղղակի իմիտացիա ենք արել, որ մենք կարմիր գիծ ունենք։ Ինչպես իմիտացիա ենք անում, որ մենք պատերազմում ենք, ինչպես իմիտացիա ենք անում, որ մեր երկիրը ժողովրդավար է, բայց ամեն մի խոսքի համար մարդուն բռնում տանում, բանտարկում են, հետապնդում են Այսինքն այս ամեն ինչը իմիտացիայի տրամաբանության մեջ է։ Նույնն էլ էս կարմիր գծերն են։ Մենք իմիտացիա ենք անում, որ մեր երկիրը, տեսեք, բանը չենք հանձնելու, միջանցք չենք տալու։ Մեկ էլ տեսնում ես 1-2 ամիս հետո արդեն ինչ որ միջանցքային տրամաբանությունից են սկսում խոսալ։ Հա դե թողան ասնեն, մի հատ կամերա կդնենք, կնայենք, տեսնենք մեկ կամ ինչ որ մեզ թուղթ կտան, որի մեջ գրված է SSS ապրանքներն են տանում, դե մենք էլ կհավատանք կանցնեն։ Այսինքն այս կարմիր գծերի փոփոխություն չի իրանից ենթադրվում։ Ամեն դեպքում Հայաստանի իշխանությունը դեռևս չի արձագանքել Հաջիևի այդ հայտարարությանը։ Այո, չի արձագանքել ու իմ կարծիքով Հայաստանի իշխանությունները Հաջիևի այդ հայտարարությունից հետո ձեր նշած մարդկանց հանդեպ սկսելու են համապատասխան հետապնդման գործողությունները։ Փորձը այդ է ցույց տալի։ Ես ցավով եմ այդ ամեն ինչը ասում, բայց փորձը ցույց է տալի, որ Բաքվում խոսում են սահմանադրության փոփոխության մասին, մենք դա անում ենք։ Խոսում են Մինսկի խմբի լուծարման մասին, մենք դա անում ենք։ Խոսում են այսպես կոչված ռազմական հանցագործությունների հանձնման մասին, մենք կտեսնենք մոտ ապագայում, թե ոնց են տարբեր մարդկանց փորձում պատասխանատվության ենթարկել։ Իմիջ այլոց Ալիևի համար շատ մեծ այդքան էլ իմ կարծիքով նշանակություն չունի, թե իր նշած մարդիկ Բաքվում են նստած, թե Հայաստանում։ Ինքը ուզում է պատժի, նա բանտում նստած է, այսինչ գործով։ Դե բայց երբ որ ինքն է պատժում, ավելի ծանր
զրկանքներով եւ այլն։ Դե բնական է, բայց մենք Հայաստանի դեմ գործողությունների հերթականությունը, որ վեր ենք լուծում, ամեն ինչ դրան է տանում։ Իմիջիայլոց վերջին շրջանում արդեն մամուլում տարբեր տենց ինչ որ թալանը հետ բերելու նոր գործեր են հիշել, շրջանառում են, այսպես Range Rover-ը, Range Rover, չգիտեմ, Yashik-ը, Yashik հետ են բերում, բայց փաստացի մենք տվել ենք դիրք-ար դիրք ենք տվել, չգիտեմ, գումարտակ-ար գումարտակ ենք տվել Ադրբեջանին, զորամաս-ար զորամաս, բնակավայր-ար բնակավայր, մեկ էլ հիմա նախընտրական այս շեմին նման օրինակ հայտարարություններ են անում, իմիջիայլոց այդ իմաստով էլ ես միշտ մտածում եմ, ինչու են այս փուլում տենց բաներից խոսում ու գալիս եմ այն եզրահանգման, որ մարդիկ ուղակի ուրիշ խոսալու բան չունեն։ Օրինակ ինչից խոսան։ Այսինքն ինչից խոսան։ Բայց էս էլ չի աշխատում, բայց դե միակ շանսը էսա մնացել էլի, որ միջին վիճակագրական քաղաքացին կտենա, չգիտեմ, 2003 թիվ մի հատ Nissan March-ն հետ բերե, էտա, ուրեմն ինչ որ գործողություններ անում են, բայց ամեն դեպքում էս էլ արդեն չի աշխատում։ Բայց թե ինչի են այս քայլին գնում, պատասխանը շատ պարզ է, որտեղ ուրիշ քայլ չկա անելու, ուրիշ ցույց տալու բան չկա, ինչ կարա ցույց տա մեր այսօրվա գործող իշխանությունը։ Բերեք իրար հետ օբյեկտիվորեն մտածենք, ցույց տալու ինչ կա, թոշակներն բան արեն, աստղաբաշխական բարձրացրել, ինչ են արել, բարձրացրել են մենակ հարկերը, նեղացնում են բոլոր, այսպես ասած, խավերին, զինվորականը ցավով եմ ուզում նշեմ, բայց շատ դեպքերում չի ուզում ծառայի, որովհետև ատեստացիա են մցրես համակարգի մեջ, մի հատ абսուրդ մեկնաբանությամբ, որ մարդը սպան գումարտակի հրամանատարը 4 քննությունից 3-ը 5 է ստանում, 1-ը 3, միջին գնահատականը հաշվում են 3։ Այսինքն абսուրդ հաշվար կա։ Եվ այս ամեն ինչի մեջ մենք parza չէ, իրենք parza չէ, ցույց տալու բան չեն ունենալու եւ այդ իմաստով ասենց հատիկ առ հատիկի տրամաբանությամբ ընկել են այս մեր ազգի հետևից։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Զրուցակիցս ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանն էր։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։